Այսօր Կիրակի է, մենք որոշել ենք ընտանիքով քաղաքից դուրս գնալ, գնում ենք Գառնի։ Գեղամը մեքենա է վարում, Մարին քնել է, մենք էլ շատ արագ դուրս եկանք, ես մեքենայի մեջ դիմահարդարվեցի, բայց ոնց որ թե ված չի ստացվել։ Ես երևի կյանքումս մի 100 անգամ եղել եմ Գառնիում, բայց Քարերի սիմֆոնիա առաջին անգամ եմ իջնում, շատ սիրում եմ։ Ո՞ր է քարը։ Ուրա։ Հեսեն։ Հա։ Հայաստանը դարձել է բիզնես կենտրոն տուրիզմի պատճառով, նույնիսկ սարերին նայելը հիմա փողով է մեզ մոտ։ Տեսնենք գոնե ինչ-որ ինֆորմացիա կա այս սարերի մասին։ Երևի սա է այդ կամուրջը։ Ես թվում է որտեղ ապետ։ Մանին փոխանակ քարերին նորի կամերային է նայում։ Այստեղ ոտքով են իջնում, բայց ասենց գնացքել կա, որ մարդկանց տեղափոխում է։ Կարող են գնացքի մեջ շրջել, նայել։ Ապշածա, որովհետև ինքը քնել էր մեքենայի մեջ, ու էլի ախլացավ, ու էլի նոր տեղում է։ Ու այդպես ամեն անգամ, չէ՞ Մարի ջան։ Զահա։ Ներկա հանքա ինձ թվում։ Ձուկիկներ կան այստեղ, ընդհանմիջապես քարերի տակ։ Մարինա ուզում նկատի։ Տեսեք, այստեղ սենց կաֆե կա ու հատվածում սենց հետաքրքիր քարեր են, մեջը ծաղիկներ, օրիգինալ ծաղկամաններ են, եթե դուք հիմա շխշխկոց եք լսում, այդ Մարին ուտում է միկրոֆոնը։ Շկն բանք է։ Ստողա ալերգիալ։ Լինի կհասկանանք, որ ունի ալերգիա։ Վերցրել ենք ելակ լայմ։ Շատ լավն է։ Սաղ մրգերի համը զգացվում է, ինձ կենում եք անհամեր։ Դու էլ խմես, դու էլ խմես։ Չի կարելի, մանրի քեզ ջուրիկ է կարելի։ Ան, ջուրիկ։ Համ նյոմ նյոմ։ Մենք շոքա։
Ինչ ենք մենք մեզ հետ վերցնում, կամերա, հեռախոս, սոսկա եւ ջուր։ Առանց սոսկայի ու ջուրի կիմալին դուրս չի գալիս տանից։ Չէ՞ Մարի ջան։ Հա։ Հոգնել է ինքը նստելուց, մի րոպե նստելա։ Մի րոպե նստելա Մարին, ես իսկան շատ է նստել։ Քարերի արանքից երևում է բռնին։ Տեսնում եք։ Ես չգիտեի։ Մարին նոր կապրիզի ձև է սովորել։ Լեզի ես հանում։ Այս սենց հանում։ Սենց հանում ջղայնացնում է։ Ох։ Ես էլ կպեցի։ Ինչ ան։ Մենք եկանք Գեղարդ, բայց այստեղ այնքան շատ մարդ կա, որ որոշեցինք ուղղակի գաթա վերցնել ու գնալ տուն։ Հակի, թոմես չրեն։ Եվ այսպես մենք ջերմուկում ենք։ Սա իրականում էր երկրորդ լոկացիան, սկզբում մենք գնացել ենք ամուսնուս մայրիկի հայրական տուն, այնտեղ դե չեմ նկարել, հարևանների հետ ենք հանդիպել, Մարիին են բոլորը տեսել սիրել։ Հիմա երկրորդը եկել ենք ամենահայտնի վայրը ջերմուկի ջրվեժի տարածքում ենք։ Այստեղ սենց սիրուն կետ է հոսում։ Հենց հիմա ջերմուկի կամուրջի տակ ենք, ուզում եմ նաև նշել Վայոց ձորի սարերի այս շքեղությունը, միշտ հիացել եմ այս տարածքի սարերով, այսքան ժայռային, քարային, այսքան հայկական, ու գույներն էլ իրանց շատ սոչնի հետաքրքիր կավային գույներ են, անցնելուց ճանապարհին շատ inspiration եկավ ինձ ինտերիերում գույների մեջ կիրառելու։ Հուսով եմ ինչ-որ պրոյեկտներում կարողանանք տենց գույներ հետաքրքիր հայկական օգտագործել։ Ուզում եմ ձեզ ցույց տամ այս սարերը, որ դուք էլ ավելի մոտիկից սենց պատկերավոր տեսնեք ինչի մասին է խոսքը։ Այստեղ Մարինա պապայի գիրկը ինչպես միշտ,
Ապշածը ամեն անգամ քնում է մեքենայի մեջ, արթնանում է լրիվ նոր վայրում։ Ու լիքը տուրիստներ, հայեր, շրջագայողներ, այս ինչ մոտիկ է երեխեք։ Այդպես գնանք ջրվեժի մոտ։ Այստեղ ոնց որ թունել, ինչ է ժայռային ինչ որ հատված էր աստիճաններով, բան, կուզեմ այդտեղ էլի գնանք, եթե ստացվի, էլի կնկարեմ։ Այստեղով էլ է հաստատ ջուր հոսում։ Ինչ ունենք այստեղ, սա ջրվեժ տանող մուտքն է, այստեղ հուշանվերներ են։ Ստանդարտ հայկական հուշանվերներ։ Այս էլ տարածքի խոտաբույսերից է երևի։ Մի անգամ դենտրոպարկից սենց կոնի մուրաբա էինք վերցրել, ահա որ էր համը։ Ուղղակի մարդկանց քանակը մի հատ տեսեք։ Ասա վարդավառա գնացեք, նշեք, բան։ Մարին սաղին խոսացնում է։ Մարինայի մեծ դուշ։ Այս հատվածում աստիճաններ կան, որոնցով մարդիկ բարձրանում են, այստեղ ավելի մոտիկից սիրուն ֆոտոներ են անում։ Իսկ ջրվեժը հիանալի է իր գեղեցկությամբ։ Մարին հանդիպել է առաջին անգամ ջրվեժին։ Ja? Screenshot կանեմ։ Երեքով ենք։ Մենք երեքով ենք։
Մեր երկրորդ լոկացիան դա Ջերմուկի արտ գալերեան է։ Այստեղ 7 աղբյուր կա, որտեղից հոսում են հանքային ջրերը Ջերմուկի, ամեն մեկը տարբեր ջերմաստիճանի է ու ամեն մեկը բուժիչ է, այստեղ հատուկ կարգով բուժում են նշանակում, որ ջրից օրվա որ ժամին քանի բաժակ խմեն մարդիկ, որպեսզի բուժվեն։ Սա գալերեայի մուտքի հատվածն է։ Այստեղ, քանի որ ինքը արտ գալերեա է համարվում, այստեղ sense նկարներ են վաճառվում։ Ցույց չտվեցի, բայց այս հատվածում Շարլ Ազնավուրի արձանն է, կարծեմ նոր են տեղադրել։ Շատ սիրուն ճարտարապետություն է ու դիմացնել արտ գալերեայի sense լճը կա։ Անունը չեմ հիշում, այստեղ կնշեմ լճի անունը առանձին։ Կողքը Grand Armenia հյուրանոցն է, երևի Grand Hotel։ Մարին որոշեցինք այստեղ սայլակով պտտացնել, այստեղ գիտեք ինչքան մլակներ կան, հարձակվում են։ Ահավոր, նոր Մարիի Կալյասկան ամբողջությամբ մլակների մեջ էր, նոր հարձակվել էին վրես, գիտես, չէ՞։ Ես հիմա բարձրանում եմ այդ գալերեայի հատված, տեսնենք այստեղ բաժակ վաճառում են, թե չէ, որ այդ ջրերից փորձենք։ Իմ հիշելով, այստեղ տարածքում պետքա լիներ, հենա վաճառում են։ Հիմա գեղամին ասեմ, որ բարձրանա, վերցնենք, փորձենք։ Բարձրանում են հայր ու աղջիկ։ Մարին ոնց որ թե նվնվում է, այդքան էլ դուրը չի եկել, ճիշտն ասած իրականում քունն է տանում։ Մարի։ Ուրա։ Հեսա կնոջում։ Одноразовые։ Ես էլ եմ տարի одноразовые խմել։ Ուրեմն շենքը սարքված է նարնջագույն տուֆով։ Շատ սիրուն օրնամենտները սախ հատիկ տարբերվող, ամեն ջրի հատվածը սենց կուժ է, իրանից ներկայացնում։ Որ մեկ ես ուզում։ Տենց բաժակ վերցնենք։ Բան, սենց կուժի նման, թաս է սենցից կլոր, որ հարմար լինի։ Ոյ։ Հա։ Գիտենք։ Ոնց են խմում։ Որն է ուզում։ Այդ դրանցից։ Էսի հետ։ Հա։ Օպա։ Էս։ Ինչ է այն մյուսի վրա։ Նույնն է։ Չէ, ես վերցրեմ մեկ։ Մաստեղից, հա։ Չէ, հերիք է։ Քանի հատ է գեղամ աղբյուրները։ 7 հատ, թե 8։ Այստեղ կուժա, սենց ջուրն է գալիս ու վերևում նշված է թե քանի աստիճան է։ Սա 50 աստիճան է։ Կարծեմ ամենաբարձրը 80 է։ Հա, 80 չի։ Բա։ Սա 45 է։ Բա քանի սա 60 աստիճան է։ Հա, 55։ Ջուրիկ ենք փորձում։ Մարին կարելի է։ Չի կարելի Մարի ջան։ Հանքային ծանր նյութերով։ Էս էլի երևի 7 հատ։ 30-ից է սկսում։ 30, 35։
Սովորում խմում բաշը։ Տենց քաշում ես գալիս, հա։ Դելը դու ես էլ փորձեմ։ Դի ուժեղ քաշես սակում։ Մարինայի մաման լա սոս կայով խմում։ Վայ, ես ինչ ահավորը։ Ինչ է։ Շատ տաքա։ Տակ։ Այս շոքին։ Սա քրիստառան նավ կա այստեղ։ Դեպում է։ Նոր որ ցույց էի տալիս, փաստորեն դա նավ է։ Ու ռեստորանա։ Տեսակ էս կամարները ինչ սիրուն է։ Այդքան է աստիճանն է։ Տակը, բում խմի։ Նո, ստակ խմի։ Ոյ, ինչ անես խմում։ Մարի։ Շատ համով ջուրը, շատ։ Գնում ենք Գևորգ Չաուշի արձանի մոտ։ Անցնելու ենք մլակների բանակի մեջով։ Ոնց է։ Բա, կալյասկով։ Տեսնում եք, այս ուրեմն հատվածը, որ մի քիչ առաջ ցույց էի տալիս, փաստորեն ինքը նավ է։ Նավ ռեստորանը։ Ու սենց հիմա լճի վրայով լողում է, շատ հետաքրքիր է։ Ինքը ինձ են կարուսելներն է հիշացնում։ Ափսոս շատ ժամանակ չունենք, թե չէ հաստատ արժեր նստել, լճի վրա պտտվել։ Ես ահա որ սիրում եմ այս հատված, այս մետաղից պատրաստված կտորները, ենթադրվում է, որ սա պետքա վիտրաժ լինի, այդպես է հեռվից երևում, բայց ուղղակի մետաղից սենց պատուհաններ է սարքած, վերևում սենց քարային հատված է, սիրուն առաստաղով, սյուների հատման հատվածները, ու որը սենց պտտվում է, այս կամարները մի ուրիշ գեղեցկություն են։ Ոչ մի բանով իտալական ճարտարապետությանը չի զիջում այս տարածքի ճարտարապետական լուծումները։ Սրանք նույնիսկ ես կասեի տիպիկ հայկական են իմ համար։ Գուցե եւ իրականում մի քիչ ճարտարապետությունից այդ մասը կաղում է իմ մոտ։ Звезда էր անցնում, ասում է ինձ չնկարել։ Գնանք պապայի մոտ։ Նստենք մենք էլ հանգստանանք մի քիչ։ Այ, այստեղ նաև կա այսպիսի հետաքրքիր արձան։ Կոշիկ մաքրողի արձանն է։ Մետաղից է պատրաստված։ Ափսոս անուն չկա գրած։ Աթոռը իսկական աթոռ էր փաստորեն։ Հայտը տակից երևում է։ Հակված բան էստեղ նաև, որ թեքահարթակներ
Ընդհանրապես չկան, նույնիսկ անհարմար, որ սա քաղաքում է, չկա։ Իսկ այստեղից ինչքան գիտենք, օգտվում են նաև առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, հետևաբար եթե իրանք քայլել չեն կարողանում, այստեղ չեն կարող գալ։ Իրանց ջուրը մոտեցնելու են իրենց հարազատները կամ բուժքույրերը։ Իսկ դա լավ չի։ Սիրուն տեսարանը բոլորը պետքա տեսնեն։ Գնում ենք հայ ֆիդայինների արձանների մոտ։ Այստեղ սենց հետաքրքիր աղբյուր կա։ Էլի փոքրիկ ջրվեժան։ Այս ճեմուղին կրում է պետական հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի անունը։ Ինչ ոչ մեկ չի նկարում։ Այսպես անտառի մեջ սարի վրա քարից արձաններն է ֆիդայինների։ Ենթադրում եմ երևի ավելի մոտ հատվածում նշված կլինի, թե ում արձանն է։ Մարին սկսեց նվնվալ, դրա համար գեղամը գրկել է։ Ես կալյասկան եմ տանում, այդտեղ շունիկ ա վազվզում։ Մարին էլ չեմ հասկանում, խի անվնվում երևի քունն է տանում։ Սա երևի հին հյուրանոց է, ջերմուկյան առողջարան։ Ոնց որ ոչ թե պրոստը ֆիդայիններն են, ֆիդայապետներն են։ Ինքան հետաքրքիր աուրա կա, չէ՞, այս քարերով դեմքերի մեջ։ Իսկականից ոնց որ ֆիդայինների արձանները հենց սենց պետքա լիներ ժայռերի մեջ։ Ու ժայռաքարի վրա է, հա, այսինքն փորագրած, ոչ թե առանձին արձանը, վաու։ Բայց ափսոս, որ անունները գրած չի, թե գրած է։ Ինֆորմատիվ մասը մի քիչ պակաս է։ Տեսեք մի հատ մեջ ժայռի քարի կտորի վրա փորագրված է դեմքը։ Այսպես տարբեր հարթությունների վրա կա էլի եւ ավելի մոտիկ եւ ավելի հեռու, բայց ոնց որ բոլոր արձանների մոտ ճանապարհ կա տանող։ Այստեղ նաեւ փոքրիկ ջրվեժ կա։ Տեսնում եք գլխազարդը, գլխարկի խորագրված։ Մենք հայտնվեցինք սենց պարկ ասված հատվածում, այդտեղ նստարաններ կան, էլի արձաններ։ Այս հատվածում ժայռաքարեր են ու եթե նկատեցիք, այստեղ մարդիկ ժայռերի այդ քարերը սենց հավաքում են իրար վրա, կարծեմ երազանք են պահում ու դրա համար հավաքում են։ Կարծում եմ այստեղ նախատեսված արդեն նշել թե ում արձաններն է, բայց դեռևս այս փեղկերը դատարկ են։ Իսկ այս հատվածում տեսեք մի քարի վրա երկու դեմք է փորագրված։ Այս հատվածում լիճ է, որը ավելի շատ ճահիճ ոնց որ լինի, վերածված է ճահիճի։
ինձ թվում է սա կնոջ դեմքը։ Եկեք տեսնենք։ Կինֆիդայինի, այո, գլխազարդով։ Այստեղ սենց նստարանը։ Ու էլի ճանապարհ կա։ Չգիտեմ ուրա տանում, կարող արդեն այդ կողմ շատ չգնանք։ Սեք ինչ հետաքրքիր բույնը։ Այս ամբողջ ընթացքում Մարին սենց գրկումս է, որովհետև իրա քունը տանում է, ես էլ փորձում եմ սենց իրան մի քիչ շեղեմ ու գուցե սենց քնի։ Իրոք որ սա շատ հավես է, բայց այս մլակները նենց անհարմար են, անհանգստացում են միանգամից լցվում են դեմքիդ վրա։ Չենք կարա դրանց ատմենա անենք։ Ապ։ Թաքնված տեսախցիկը։ Մարին ասում է, ես էլ չեմ սիրում։ Մի նկարեք ինձ։ Չէ, այ գժոնիկ։ Ես եմ սիրում Մարին սեն շատ մոտիկից նկարել։ Դելենք Grand Resort-ի կողքի Wild Garden ռեստորանը, կաֆե եւ ռեստորան։ Ներսում նստեցինք, որտեղ դրսում մոլակները շատ են, տեսեք նույնիսկ թեւս արդեն այս վիճակում է։ Նույնիսկ այստեղ կան մոլակներ։ Արագցիստամին չենք վերցրել աճարական, տապակած պանիր ու ֆրի, իրականում ամեն ինչ շատ համեղ է այստեղ։ Մենք արդեն վերադառնում ենք, դուրս ենք գալիս ջերմուկից, մեզ հետ ռեստորանից վերցրեցինք դառա ամերիկանո ճանապարհին, որ խմենք ու ուղևորվում ենք տուն, գնում ենք Երևան։ Մարին էլ այստեղ պարկել է, հանգստացել է, ռեստորանում մի քիչ ինքը քնեց, հիմա էլի ճանապարհին քնելու է։ Ու երևի ես էլ կքնեմ։ Իսկ եղամը կվարի։ Այսքանը ջերմուկից բականեր։